ինչպես է հարցակում սկսվել մեր ինքնության դեմ։ Հողը ամենախնդիրը չէ։ Հող պահողն է ամենամեծ խնդիրը։ Արցախը իսկապես ինձ համար ազգային զարթոնք է նշանակում։ Մեր պայքարը միշտ էլ եղել է անարդարության դեմ։ Ես շատ անգամ ասում եմ, ես արցախցի եմ։ Աղոթքը աղոթք է, բայց հավաքական աղոթքը ավելի ուժեղ է։ Պարոն Գրիգորյան, դուք այն արվեստագետներից եք, որը Արցախը սիրել ու ճանաչել է ոչ թե հեռվից, այլ հաճախակի այցելություններով։ Ինչով է առանձնահատուկ Արցախը ձեզ համար։ Այն հող է, պատմություն, ինչ է։ Մարդիկ։ Արցախի հետ իմ կապը եղել է 1989 թվականին, երբ առաջին անգամ մեր արցախյան շարժման ուսանողական ակտիվի մաս կազմող կոնսերվատորիայի խմբով գնացինք, այցելեցինք Արցախ եւ շրջելով ամբողջ Արցախի գյուղերը, քաղաքները զորակցելու համար մեր հայրենագիցներին, ասելով, որ մենք ձեր կողք կնենք եւ այդ ժամանակվանից սկսած ինձ համար կարծես զարթոնքի, ազգային զարթոնքի մի կարևոր զգացում ունեցա եւ այդ զգացումով ապրում եմ մինչեւ հիմա պայքարելու, ինքնության համար պայքարելու Արցախի պաշտպանությունը, ազատամարտը, սա միայն հողի խնդիր չէր, սա հենց մեր ինքնության պաշտպանության ամրացման կարևոր խնդիր էր, որը որ սկսվեց եւ այսօր մենք տեսնում ենք, երբ Արցախի պաշտպանության խնդիրը թուլացել է մեր հասարակության մեջ, ինչպես է հարցակում սկսվել մեր ինքնության դեմ։ Այսինքն ես միշտ էլ ասել եմ եւ հիմա էլ կասեմ, վաղն էլ կասեմ, հողը ամենախնդիրը չէ։ Հող պահողն է ամենամեծ խնդիրը։ Այսինքն եթե հոգու մեջից դուրս կա այն կամքը, այն ցանկությունը, կապը հողի հետ, հողը որևէ նշանակություն չի ունենա։ Դրա համար ես կրկին ուզում եմ ասել, որ Արցախը իսկապես ինձ համար ազգային զարթոնք է նշանակում։ Մեր տեսակը, մեր ազատ տեսակը, որ միշտ ազատ ենք եղել եւ չգիտես ինչու այդ ժամանակ բանդարկված էր։ Մեր տեսակը հենց Արցախով էր բանդարկված եւ մենք ուզեցինք այդ կապանքները կոտրել եւ ազատագրել մեզ բոլորիս հայից ազատագրել եւ դա հենց արցախյան ազատամարտով էր։ Ինձ համար սա է նշանակում։ Պարոն Գրիգորյան, իսկ Արցախում կա մի վայր, որը ձեզ համար սրբավայր է դարձել։ Իրականում ինձ համար, այո, ամբողջ Արցախն է սրբավայր եւ ամբողջ հայկական աշխարհն է ինձ համար սրբավայր, որովհետեւ եթե մենք ասում ենք սրբավայր, նշանակում է քեզ համար ամենաթանկը եւ որի համար պատրաստ ես քո կյանքը տալու, քո ամեն ինչը տալու։ Այսօր դժբախտաբար ես շատ եմ կարոտում, շատ այդ ճանապարհներին ամեն քար ու թուփ ես հիշում եմ։ Այն Մարտակերտից որ դուրս ես գալիս, այն մի հատ ծառ կար, որ բաժանում էր ճանապարհը, դառնում էր երկու, այդ ծառը մեջտեղ կանգնած։ Ու լիքը սենց հիշողություններ կան, որ ես ավելի քան վստահ եմ մենք իդ կվերադառնանք, նորից պետք է շեշտեմ, կարևորը մեր ցանկությունն է, մեր կամքը, մեր սերը չկորի մեր մեջից, Աստծո գոյությունն է մեր մեջ սերը,
Աստծո գոյությունը, մենք պիտի չհրաժարվենք դրանից։ Եվ շատ անգամ մարդիկ ասում են Աստված երես է թեքել մեզանից եւ այլն, ես կասեմ հակառակը, մենք ենք հեռանում, Աստված բոլորիս ասում է, ել ես քեզ հետ եմ։ Մենք մեր պատերազմը, մեր պայքարը միշտ էլ եղել է անարդարության դեմ։ Պիտի հետ չգանգնենք դրանից։ Ես շատ անգամ ասում եմ, ես արցախցի եմ։ Ես արցախցի եմ, ես ասունցի եմ, ես մշվեցի եմ, ես երևանցի եմ, կապ չունի։ Ամբողջական հայկական աշխարհը ինձ համար սրբություն է։ Մինչև 2020-ի պատերազմը ձեր ամեն մի այցն Արցախ տոնական տրամադրությամբ էր։ Այո։ Ձեր հայրենասիրական երգերը ոգեշնչում էին թե զինվորին, թե ժողովրդին։ Հիմա ինչ զգացողություններ եք ունենում, երբ հիշում եք այդ ամենը։ Հիմա ցավում եմ, որ շատ բան զրոյացվեց, շատ բան, բայց ես իմ պայքարից հետ չեմ կանգնելու։ Երբ ես այցելում էի Արցախ, միշտ այս տարիների ընթացքում չկա զորամաս, որտեղ ես շարահրապարակում պլացում չեմ երգել, զինվորի կողքը չեմ եղել ամեն մի խրամատում, իր կողքը կանգնում եմ, նկարվում եմ, ամենաթեժ տեղերը միշտ, ու դա ինձ համար ինձ էր ուժ տալիս։ Ես իմիջիալոց շատ արտիստներ ասում են, չէ, մենք գնում ենք զինվորների համար երգում, որ իրենց ուժ տանք եւ այլն։ Ես կասեմ հակառակը, ես երբ գնում էի զինվորի համար երգելու, ես էի ուժ ստանում, որովհետեւ ամեն դեպքում զինվորի կյանքը սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը։ Այո, մենք ասում ենք բարոյական, նաև մենք այդ ձևով ենք պաշտպանում, բայց զինվորի նման չկա։ Հայ զինվորի նման չկա։ Եվ բոլոր պատերազմները ցույց տվին, եւ 20 թվականի պատերազմը եւ 16 թվականի պատերազմը եւ դրանից հետո որ մեր զինվորները ի տարբերություն շատ ազգերի պետությունների զինվորների, մեր զինվորները որպես կամավոր էին ընտրվում։ Ոչ թե ուղղակի այդպես ստիպված են, քանի որ ժամկետային ծառայող են, այլ որպես կամավոր էին ընտրվում, ես տեսել եմ իմ աչքերով։ Իսկ պատերազմից հետո երգվում է այդ երգերը։ Ես չեմ դադարում երգել։ Ոչ ոք չի կարող ինձ ասել, որ հետ կանգնի քո հավատամքից, քո ընդհանրապես առաքելությունից։ Թող մեծ չհնչի, բայց ես գտել եմ իմ առաքելությունը։ Ես պետք է երգեմ իմ տեսակի համար, ես պետք է երգեմ իմ հայրենիքի համար, ես պետք է երգեմ իմ հայրենիքի պաշտպանների համար եւ շարունակում եմ նույն ձև։ Եվ ես գտնում եմ սա շատ հասարակ բան է։ Եթե երգիչը դեմից երգում է հայրենասիրական երգերը եւ ինչ որ ժամանակ հետո դադարում է, ուրեմն ինչ որ մի բան խնդիր կա, այսինքն առաջ էր ինքը համոզմունքով, թե հիմա է համոզմունքով։ Ես ապրում եմ այնպես, ինչպես երգում եմ բեմի վրա, եւ երգում եմ այնպես, ինչպես ապրում եմ իմ կյանքում, իմ ընտանիքում, իմ ընկերների շրջապատում, ընդհանրապես, որտեղ գնացել եմ աշխարհով մեկ, ես երգել եմ այդ երգերը։ Հայաբատական, ընդհանրապես հանել եք երգացանկից։ Ոչ, Մոնտեի երգը ես նույնիսկ այդպես Facebook-յան հարթակում հաջող դնում եմ, այո, երբեմն արգելափակվում է իմ էջոբան, հետո նորից բացվում է, հետո նորից եմ դնում, այսինքն իմ երգը այնպես չի, որ ես երգում եմ, ուղղակի ես կատարում եմ, ես ապրում եմ իմ երգը։ Ես ոնց չգնահատեմ Մոնտեի արած սխրագործությունները, ոնց կարող է չգնահատեմ ինքնազոհողությունը այն հայի, որ գիտակցաբար գնացել է պատերազմի դաշտ պաշտպանելու մեր
ֆիզիկական եւ բարոյական գոյությունը։ Ոնց կարող է ես հետ կանգնեմ այդ ամեն ինչից։ Մեր երգը հենց այդ ամեն ինչի մասին է խոսում։ Հայապատկան երգը ինքը կապ չունի, սիրո երգն էլ է ազգային հայրենասիրական երգ, որովհետեւ եթե սիրելու մասին է խոսքը, կա հայերեն սիրելու տեսակը։ Դրա համար ես ոչ մի երգից չեմ հրաժարվել եւ չեմ հրաժարվելու։ Այդ երգերը իմ կյանքն են։ Իսկ մարտիկի երգը ձեր ամենատպավորիչ ու հուզիչ կատարումը։ Կարող եք դրանից մի փոքրիկ հատված այս պահին երգել։ Երգեմ, այո, բայց ես կուզենայի երգել Արցախին նվիրված իմ գրած երգը։ Խնդրեմ։ Մի հատված կերգեմ, որովհետեւ սա էլի իմ համոզմունքով, իմ ապրածով գրված երգ է։ Արցախ, Արցախ, հայի բոստան, դու քաղցրանուն իմ նայրյան, քեզնով եմ ես զարթոնք ապրում, իմ հին ու նոր մեր Հայաստան։ Ուժեղ զգացումներ փոխանցեցիք, հուսով եմ նաև մեզ լսողներին, մեզ դիտողներին նույնը փոխանցեցիք։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր ժողովրդի մեջ արտնացնել այն ամեն ինչ որ դարերից եկել հասել է մեզ, մեր մտածողությունը, մեր հավատքը, թե մեր նկատմամբ, թե հավաքական հավատքը, այսինքն մեր ազգի նկատմամբ, մեր ազգային տեսակի նկատմամբ շատ կարևոր է այսօր սա արտնացնել մեր ժողովրդի մեջ։ Եվ ես նաև կուզենայի, որ բոլոր արվեստագետները այդ ճանապարհով գնան։ Չարի դեմ բարությամբ մենք պետք է պայքարենք եւ մենք հաղթելու ենք, որտեղ միշտ էլ բարին է հաղթում, իսկ չարերը իրար են վերացնում։ Դրա համար շատ կարևոր է յուրաքանչյուր արվեստի հետ կապ ունեցող մարդ եւ առհասարակ հայի մեջ չարություն չկա։ Մեր պայքարը եղել, ինչպես ասացի, անարդարության դեմ։ Մեր պայքարը միշտ եղել է չարության դեմ։ Դրա համար չկորցնենք մեր տեսակը։ Ու մենք մեկը հաղթելու ենք, որովհետև շատ բաներ կան, որ կյանքում մենք պետք է հավատանք, որ ժամանակավոր են եւ պիտի անցնենք, ինչպես մեծն Աշուխ Ջիվանին ասում է «Ձախորդ օրերը ձմռան նման գուքան ու գերթան եւ հաստատ երթալու են, չեն մնալու այս ձախորդ օրերը, այս վիճակը»։ Կարևորը մենք մթնոլորտը կարողանանք փոխել մեր հանդեպ ինքնավստահությունը վերականգնենք, սերը մեր տեսակի հանդեպ վերականգնենք եւ ամեն ինչ հաստատ լինելու է այնպես, ինչպես ճիշտն է, ինչպես մեզ հասու է, իբրև մի ազգ, որը որտեղ եղել է աշխարհի որ երկրում շենացրել է, միայն զարդարել է։ Դրա համար մենք մեր հանդեպ սերը պիտի չկորցնենք։ Պարոն Գրիգորյան, 44-օրյա պատերազմի բոթը լսելուն պես անմիջապես մեկնեցիք Արցախ։ Այո, Ինչ ես եք չէի կատարում կարող այստեղ մնալ եւ միանգամից ես հասկացա, թե ինչ կարող եմ անել։ Բնականաբար ես չէի կարող գնալ զենք վերցնել, խանգարեի։ Ինչ առաքելությամբ գնացիք։ Յուրաքանչյուր մարդ ինքը երբ որ ընդհանրական վտանգ կա, ինքը ինչ որ մի բան կարող է անել, օգտակար լինելու, հատկապես այսինքն պատերազմը, որը որ ինքը սարսափելի բան է, բայց ես գտնում եի, որ ես պիտի չմնամ Երևանում, ես պետք է գնամ եւ զինվորիս կողքին լինեմ, թե ինչ կկարողանայի անել,
Հետո ընթացքում արդեն հասկացա, թե ինչ հիվանդանոցներ, դեղորայք եւ այլն, այդպես փորձեցի ինչ որ կարող եմ անել։ Հիմա Ձեր որդուն հանդիպեցիք ժամկետային զինծառայողի Իմ ժամանակ։ որդուն այո հանդիպեցի իհարկե, բայց դե ինքը ուրիշ գծի վրա էր, ես ավելի շատ դեպի Հադրութ, ինքը ուրիշ տեղ էր, հետո այդպես հետաքրքիր պատմություն կա նաև դրա հետ կապված, ես Հադրութի կողմ ամեն ինչ տանում էի, ինչ կարողանում էի, թե դեղորայքի, թե զրահապաճկոններ եւ այլն, բայց հետո տղաս վիրավորվեց եւ իր հրամանատարը միշտ ինձ հիշեցնում է, որ եթե տղայիդ էլ բերե իր զրահապաճկոն, ինքը չէր վիրավորվի, դե ես էլ միշտ ասել եմ իրան, որ բոլոր զինվորները իմ երեխեքն են, ինչ տարբերություն։ Այդպես որ տղաս վիրավորվեց, հիվանդանոց, հետո նորից գնաց շարունակեց իր մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում, այդպես պատերազմը սարսափելի բան է, հատկապես երբ որ պատերազմ չէ, որովհետև Ինչ էր։ խարդավանք, դավադրություն, ծախվածություն, խառնաշփոթ, ամեն ինչ կարող ես ասել, բացի պատերազմից, որովհետև պատերազմները սենց չեն լինում, այսինքն ամեն ինչ տակն ու վրա էր եւ Այդ պահին հասկացաք թե հետո։ Կամաց սկսեցի հասկանալ, որ այդպես է եւ դժբախտաբար մեր վրա շատ թանկ նստեց հազարավոր լույս տղաներ 5000 եւ ավել լույս տղաներ ուղակի այդպես իրենց կյանքը կորցրեցին եւ կգա այն օրը, երբ որ մենք կվերականգնենք արդարությունը եւ բոլոր նրանք, ովքեր որ իրական այս ամեն ինչի մեղավորներ են, իրենք պատասխան պետք է տան։ Պատերազմից հետո էլ շարունակեցիք հաճախ լինել Արցախում, արդեն վիրավոր Արցախում։ Եվ ամեն անգամ ինչ պատասխանատվություն էիք կրում ձեզ վրա գտնվելով Արցախում։ Թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից առաջ, թե 1988-ից սկսած եւ մինչեւ հիմա, ես ինձ պատասխանատու եմ զգում։ Այսինքն պատասխանատվության զգացում ունեմ յուրաքանչյուր արժեքի, թե ֆիզիկական, թե բարոյական պաշտպանության գործում։ Այսինքն եթե մի բան կա, որը որ ինքը վնասում է իմ ֆիզիկական, իբրև հավաքական, ֆիզիկական եւ հոգեվոր, բարոյական գոյությանը, ես պատասխանատվություն ունեմ։ Ես միայն իրավունքների մարդ չեմ, այլ նաև պատասխանատվության մարդ եմ։ Ես զարմանում եմ, երբ որ մարդիկ միայն խոսում են իրավունքների մասին։ Բա պարտականությունը, պատասխանատվությունը, մենք բոլորս շատ պարտականություններ ունենք։ Մեր տեսակի պահպանության, պաշտպանության, ամրացման, հարադեպման գործում յուրաքանչյուրս պարտավորություններ ունենք, պատասխանատվություն ունենք եւ այդ իրավունքը ունենք նաեւ։ Դրա համար ես միշտ ասում եմ, անձնական իրավունքները հեչ են։ Մեր հավաքական ազգային իրավունքներն են կարևոր, որի համար յուրաքանչյուր անձ անհատ պետք է ինքը իր ներդրումը ունենա։ Հիմա ինչ գիտակցումով եք ապրում Արցախի կորստից հետո։ Նախ ամենակարևոր գիտակցումը այն է, որ ես վստահ եմ, որ այս ամեն ինչի ժամանակավոր է եւ ելի եմ ասում, մեր պայքարը, մեր խնդիրը հոգեվոր եւ բարոյական հարթության վրա է եւ եթե մենք կարողանանք այդ ամեն ինչը մաքրել եւ վերականգնենք այն մթնոլորտը, որ մենք բոլորս ենք պատասխանատու այս ամեն ինչի համար, այսինքն պատասխանատվությունը բերում է գործի, այսինքն դու պետք է անես, պետք է չխնայես որևէ բան, պետք է չզլանաս պաշտպանելու այդ իրավունքները, այսինքն այս ամեն ինչը ժամանակավոր է, ավելի քան վստահ եմ, բայց որովհետեւ ժամանակավոր լինի եւ երկար ժամանակավոր
չլինի, յուրաքանչյուրս պետք է մի բան անի, քիչ առաջ ես ասացի, յուրաքանչյուր արվեստագետ, յուրաքանչյուր մարդ իր խոսույթում, իր ելույթներում, թե հանրային, թե մասնավոր եւ այլն, պետք է ինքը այ նպատակակետը դնի, որ մեր խնդիրը հոգևոր դաշտում է, հոգևոր պատկանելության դաշտում է, հողը բահողի խնդիր ունենք, որը որ այսօր չգիտես ինչի այդպես սասանվել է, հողը տեղում է, հողը հայկական է, հայկականությունը ապրող, հայկականությունը վայելող, մենք այսօր այդ հոգեբանությունը, այդ հոգեգերտվածքը պետք է վերականգնենք։ Պարոն Գրիգորյան, դուք հայի պայքարող տեսակ եք եւ միշտ մասնակցում եք այդ հանրահավաքներին։ Հաճախ խոսում են այն մասին, որ Արսեն Գրիգորյանը քաղաքականացված դեմք է, արվեստագետը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ինչպես եք վերաբերում նման խոսակցություններին։ 1988-89 թվականից արդեն սկսել եմ ես եւ այդ պայքարը շարունակվում է մինչև հիմա եւ այդ պայքարի մեջ ոմանք ասում են ինչ գործ ունես քաղաքականության մեջ եւ այլն, ես բոլորին ասեմ, ես քաղաքականության մեջ եմ, իմ պայքարը քաղաքական չէ, իմ պայքարը ազգային մեր իրավունքների հետ է կապված, մեր պետական իրավունքների հետ է կապված։ Ես որտեղ տեսնեմ խնդիր կա, Կիրանցում խնդիր կա, կգնամ այնտեղ, Ջերմուկում խնդիր կա, գնամ Վարդենիսում, Արցախում խնդիր կա, ես գնում եմ այնտեղ, այսինքն Դե վերջին հանրահավաքին Արցախի դուք այնտեղ եք։ Այո, վերջին, նույնիսկ այսինքն ամենամեծ հանրահավաքի ժամանակ Արցախում ես այնտեղ էի։ Ես իմ տան իրավունքների եւ իմ ընտանիքի իրավունքների համար պիտի չպայքարեմ։ Այդ որտեղ է գրված, որ արվեստագետը պիտի գող կանգնի, դունը վառվի, բայց ինքը գող կանգնի, ասի ես գործ չունեմ, թող հրշեջները կան մարեն։ Այդպեսի բան չկա։ Յուրաքանչյուր նույնիսկ արվեստագետը առաջին հերթին ինքը պիտի պահի այն մեր ազգային մշակույթի, ինքնության, իրավունքների խրամատը։ Առաջինը արվեստագետներն են։ Առաջինը պետք է լինեն արվեստագետները, մշակույթի գործիչները, այնպես որ սա քաղաքական չէ։ Պատերազմից հետո ձեր շրջապատում լռողները ավելացան, թե պայքարողները։ Գնալով ավելի շատանում են պայքարողները, նույն արվեստի բնակավարում, որտեղ բոլորը գիտակցեցին, որ սա ընդհանրական գործ է, սա բոլորիս գործն է եւ եթե մենք նայենք մեր շուրջ, ապա շատ են արվեստագետները, այո, լինում են արվեստագետներ, որոնք որ այնպես նեղ շրջանակներում շատ են բողոքում, այս ինչ է կատարվում եւ այլն, ես խնդրում եմ, որ չսահմանափակվեն նեղ շրջանակներով, այլ հանրային տիրույթում թող իրենց բողոքները ներկայացնեն, որտեղ արդար բողոքներ են։ Նա ով մտածում է Արցախը մերը չէ, նա հայ չէ։ Ձեր խոսքերը մեջ բերեցի։ Սա ձեր համոզմունքն է։ Այո, իմ համոզմունքն է, բայց մի հատ բան կա, որը կարող եմ ասել, որ շատ-շատերի մոտ մոլորության խնդիր է։ Այդ մարդկանց պետք է հետ բերենք։ Այն մարդիկ, որոնք որ ինչ որ ազդեցության տակ, տարբեր տաղավարների, տարբեր, չգիտեմ, խոսույթների ազդեցության տակ, իրենք արդեն սկսել են ասել, որ Արցախը մերը չի։ Կամ ժամանակին ասում են Արցախից ազատվենք, մենք լավ ենք ապրելու, կամ էլ տարբեր խոսույթներ, տարբեր բաներ եւ սկսում են ազդել մարդկանց վրա եւ այդ մարդիկ մոլորված են, ոչ թե հայ չեն, այլ մոլորված հայեր են, որոնց պետք է դուն դարձի ճանապարհը ցույց տանք, պատկանելության ճանապարհը ցույց տանք, հետ կան, որովհետև հավաքականն է ուժեղ, ինչպես ասվում է, աղոթքը աղոթք է, բայց հավաքական աղոթքը ավելի ուժեղ է։ Այսօր մեծանում է մի սերունդ առանց Արցախն իմանալու։ Դրանց ինչ ունեք ասելու։ Մեր սերունդը եւ մի քիչ էլ ավելի մեծ մեր խնդիրն է ուղղորդել գալիքի սերունդներին։ Մենք օրինակի համար Գութանը ինչի համար ենք անում։ Գութան Հայաստանի ազգային ավանդական երկի բարի փառատոն, որին միշտ մասնակցում է Արցախը, մենք ենք մեր սարեր խումբը, հենց մեր նպատակն է ինքնության պահպանումը,
Այսինքն մենք փորձենք գալիքի սերունդներին, մադաղ սերունդին իրեն ասել, որ դու առավոտ արթնացար, պետք է մտածես քո պատկանելության մասին, ոչ թե պետք է մտածես հաց ուտելու մասին, այլ պետք է մտածես քո պատկանելության, հայի պատկանելության մասին, հայերեն ապրել, հայեցի մտածել, հայեցի պայքարել եւ այդ գենը, որ աստվածատուր գեն է, որով ես հպարտանում եմ, յուրաքանչյուր հայի մեջ մենք պետք է արթնացնենք, եթե քնած է, եւ ամեն մեկս կարող է անել սա, ամեն մեկս իր, այն որ ասում են, չէ, ամեն մեկը իր գործով պիտի սփաղվի, ես գտնում եմ ամեն մեկը պետք է իր գործով սփաղվի հանուն ընդհանրական շահի, հանուն հայի շահի, հանուն Հայաստանի շահի, եւ մենք կհաղթենք։